Բարև բոլոր նրանց, ովքեր դիտում են Medinform, այսօր մենք ընտրել ենք աթերոսկլերոզ թեման, խնդիրը բավականին տարածված է եւ տղամարդկանց եւ կանանց շրջանում եւ պատճառներից մեկը հենց խոլեստերինն է կամ կալցիումի կուտակումները զարկերակների պատերին։ Ինչ հետևանքներ է սա ունենում եւ ինչ է տեղի ունենում այն անտեսելու դեպքում։ Ես սիրով զրուցել եմ եկել Best Life բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ, ինչպես նաեւ Առողջապահության ազգային ինստիտուտի սիրտանոթային ամբիոնի դոցենտ Տաթև Խաչատրյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Medinform-ի զրուցակիցն եք եւ այս կարևոր թեմայով մենք կիսվելու ենք հեռուստադիտողի հետ։ Եվ այսպես աթերոսկլերոզը շատ լայն տարածում ունի, սպառնում է գրեթե յուրաքանչյուրին։ Նախ խոսենք հիմնական պատճառներից, ինչպես ենք այն ձեռք բերում։ Կարելի ասել, որ աթերոսկլերոզը այսօրվա օրով ամենամեծ, ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը բավականին տարածված է։ Եվ պրակտիկորեն հասարակությունը արդեն լավ ծանոթ է, որտեղ տարբեր մարդիկ այսպես թե այնպես շփվում են, սկսած սրտանոթային պաթոլոգիաներից, եւ քանի որ մենք մի փոքր անոթային վիրաբուժության մասին պետք է խոսենք, ես կուզենայի ուղղակի բացատրել մարդիկ ինչպես հասկանան, ինչպես գլխի ընկնեն, որ իրենց մոտ կա այդպիսի մի խնդիր։ Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքների վրա, երբ որ ոտքերում, ստորին վերջույթներում սկսում է ցավ անհասկանալի բնույթի եւ հատկապես քայլելու ընթացքում, երբ որ մարդը ասենք քայլում է մի 50-60 մետր մինչեւ 100 մետր եւ զգում է, որ չի կարողանում շարունակել։ Ասես ծանրության զգացողություն, այսինքն այո, ծանրության եւ հիմնականում սրունքների, ձկնամկանների այդպիսի ձգվելու, ցավելու զգացողություն են ունենում, ստիպված կանգնում են, որովհետեւ մենք ունենում ենք այդ մասերում իհարկե մկանները սնուցման կարիք են զգում եւ քանի որ արյան հասանելիությունը դեպի այդ մկան շատ վատանում է, քանի որ անոթները փակ են, մենք ունենում ենք ցավային զգացողություն։ Մարդիկ կանգնում են մի քանի րոպե, հանգստանում են եւ այո, եւ որից հետո վերականգնվում է մի փոքր այդ շրջանառությունը այդ մասում։ Բժշկուհի, դա կարող ենք առաջին ախտանշան համարել աթերոսկլերոզի։ Պատկերացրեք, եթե դա առաջանում է, ասենք 300 մետրի վրա, դա արդեն առաջին ախտանիշներից է, որ ստորին վերջույթներում արդեն process կա։ Տեսեք, պարտադիր չի, որ դա լինի նաև սրտում, կա process արդեն սրտում, բայց կարող է, ասենք, ստորին վերջույթը շատ ավելի շուտ կլինիկորեն արտահայտվել։ Իհարկե կարող է եւ սրտամկանի, կորոնար անոթները ավելի շուտ արտահայտվեն։ Որ այնպես է լինում, որ որպես օրենք սրտային հիվանդները բոլորը որպես օրենք անցնում են ցանկալի է, որ ունենան դուպլեքս հետազոտություն, որպեսզի հասկանան, որ օրգան համակարգներում կա խնդիրը եւ որը ավելի թիրախային մոտենալու։ Այո, բժշկուհի, հիմնականում մենք խոսեցինք հենց ստորին վերջույթներից։ Արդյոք աթերոսկլերոզը հենց արտահայտվում է նախ եւ առաջ ստորին վերջույթներով, թե դա կարող է ցանկացած անոթ սկսել, իհարկե, ասեցի ձեզ, կարող է դա սիստեմային, հիվանդություն, այսինքն ինքը չի կարող լինել մի տեղ։ Այն տարբեր տեղերում գլխից սկսած, ուղեղի անոթները, բոլոր սնուցող զարկերակներում արկա է դա։ Պարզապես առաջին ախտանշաններից կարող է Առաջին ախտանշանները կարող են արտահայտվել քնային զարկերակով։ Մարդը կարող է ինսուլտ ունենալ, որովհետև ասենք աթերոսկլերոտիկ վահանիկը նստած է կամ փակել է քնային զարկերակը։ Կարող է ունենալ կորոնար խնդիրներ, այնտեղ է խնդիրը, ստորին վերջույթները այսպես են արտահայտվում, այսինքն կլինիկորեն, որտեղ ավելի process-ը խոր է, ավելի շատ է, կլինիկորեն կարտահայտվի այդ հատվածը։ Այո, մենք թույլ ենք տալիս սխալներ, որոնք ազդում են մեր առողջության վրա, բայց երևի թե կյանքի այդ փուլում մենք դա չենք հասկանում, մինչև խնդիրը ձեռք չենք բերում։ Որտեղ է մարդու թույլ տված այն սխալը, որը հանգեցնում է աթերոսկլերոզի, ինչ պետք է բացառել։ Ցանկալի չի իհարկե առաջին հերթին ստատիստիկ հաստատված տվյալներից մեկը ամենաբարձր առաջին տեղում ես կառանձնացնեի ծխախոտը։
հա, որովհետև ծխելու պարագայում, տեսեք հասարակ օրինակ բերեմ, եթե մարդու մոտ ստորին վերջույթների ցավը սկսում է, ասենք թե 50 մետրից, հա, ծխախոտը հանելու պարագայում 1-2 ամիս հետո առանց նույնիսկ ինչ որ լուրջ տեղորայքի օգտագործման պարագայում արդեն մարդու քայլքը լավանում է, ցավերը մի փոքր նահանջում են, հա, դա արդեն խոսում է դրա մասին, որ ծխելը շատ վտանգավոր է։ Շատ մարդիկ հասկանում են եւ գնում են դա հարցը լուծում են, բայց մեծ մասի մոտ շատ դժվար է բացատրել, որ մի ծխեք, որովհետեւ իրենք կապը չեն տեսնում։ Ոչ մի ձևի չեն պատկերացնում, լավ ասում են, դե հիմա ծխում ենք, էլ ոնց դա մեզ ոչինչ չի անում։ Իսկ պետք է դա հասկանալ, շատ հաստատ պատկերացնել, հա, որ տեսեք, եթե նույնիսկ դեղորայքը անում են ստենտավորումներ, արվում է բաց վիրահատություններ, ծխելու պարագայում այդ ամբողջ աշխատանքը համարյա թե կարող է հավասարվել 0-ի։ Դրա համար ծխախոտը պետք է բացառել։ Հետաքրքիր է, շատ ծխողներ պարզապես չեն կարող թողնել ծխելը, բայց որոշակի սիրտանոթային հիվանդությունների հետ կապված վիրահատությունից հետո անմիջապես նույն օրը նրանք այդ կանխուժը այո, որովհետև վախը բավականին մեծ գործիչ է։ Այո, վախը, բայց հետո հավատացեք, երբ որ լավ են զգում, նորից վերադառնում են ցավոք, այդ խնդիրը, այո։ Բժշկուհի, կան առօրյայում քայլեր, որոնց պետք է հետևել առանց վիրահատության գնալու այս երևույթներից ազատվելու համար, թե պարտադիր պետք է տեսեք, պետք է շատ հասարակ արդեն ծեծված բաներ կարող եմ ասել, բայց մեկ անգամ եւս կարծում եմ, մարդիկ պետք է դինամիկ կյանքով ապրեն, այսինքն մարդը պետք է շարժվի, պետք է քայլի, հա, տեսեք, նույնիսկ եթե մենք ասում ենք, որ ասում է ցավում է, հիվանդը ասում է ցավում է, չեմ կարող, միշտ ասվում է, որ շարունակել է պետք է քայլելը, որովհետև այո, ցավում է, բայց երբ որ քայլում եք, օրգանիզմը շատ հետաքրքիր հատկություն ունի, ինքը փորձում է կոմպենսացնել, առաջացնելով գրիկ անոթներ, հա, այլ ցանց արտերիալ, հա, եւ ապահովում է ոնց որ այդ փակված հատվածը փորձում է կոմպենսացնել, հա, ադինամիան, ավելորդ քաշը, հա, ծխելը, այս բոլորը բերում են ավելի խորացման, ոչ թե դա կբուժի աթերոսկլերոզը կամ չի առաջանա, չէ, դա ավելի աթերոսկլերոզ հասկացողությունը ինքը գենետիկ ծանր սիստեմային process է, հիվանդություն է, որը որ այդպես չի, որ ինչ-որ բանից չեր առաջանա։ Ուղղակի այդ ընթացքը եւ հետեւողական լինելը, ասենք հակախոլեստերինային դեղերի օգտագործումը, բավականին հաճախակի, ասենք 6 ամիս տարին մեկ անգամ դուպլեքսի լինելը, կատարելը, հա, հետեւողական լինելը։ Դուպլեքս հետազոտություն կատարել խորհուրդ տալիս եք, եթե չկան այս ախտանշանները կամ թվում է թե մարդը չունի խնդիրներ Տեսեք, եթե այսպես կբացատրեի, ասենք, եթե կոնկրետ ոչինչ չկա, 35 տարեկանից հետո, հա, փոքրիկ ինչ-որ այրոցի զգացողություն կարող է լինել, հոգնածության զգացողություն կարող է լինել, այդ պարագայում 35 տարեկանից հետո գոնե մեկ անգամ կարելի է անել այդ հետազոտությունը, ստորին վերջույթների դուպլեքս հետազոտությունը, պարանոցի ինչու՞ չէ հետազոտությունը, եթե ինչ-որ կոնկրետ ազդակ դեռևս չկա, եւ իհարկե խոլեստերինի ամբողջ լիպիդային պրոֆիլը, դրանից կախված նոր դրանից կախված, եթե մենք տեսնում ենք, որ այո, լիպիդային պրոֆիլը փոփոխված է, արդեն ավելի հետևողական է պետք լինել, տարին մեկ անգամ ստուգվել, այդ պարագայում որպես օրենք չի հասնում ավելի խոր բարդ վիճակների։ Ես կխնդրեի դուք ներկայացնեիք, թե աթերոսկլերոզը եթե արդեն հայտնաբերվել է եւ մարդը տեղյակ է ինչ է կատարվում իր հետ, սակայն անտեսում է։ Այս դեպքում ինչ հետևանքների կարող են բարդությունների մասին ենք խոսում։ Տեսեք, այդ ցավին, որը սկսվում է թեկուզ թեթև, սկսում է 400 մետրից, ասենք, դե իհարկե կանգնում են, անցնում է։ Հետո ամիսներ
սկսում է ավելի կարճանալ այդ ժամանակը։ Մարդիկ չեն կարողանում մի փոքր բարձրունքները հաղթահարեն։ Ցավոք չեն գնում բժշկի այնքան ժամանակ, մինչև արդեն սկսում է լուրջ փոփոխություններ, այսինքն մաշկի փոփոխություններ, սկսում են եղունգների հետ կապված վերքերի կրունկների մակարդակին եւ ցավոք մենք շատ հաճախ տեսնում ենք դեպքեր, երբ որ արդեն այսպես ասած բանը բանից անցած գալիս է հիվանդը, այն որ արդեն շատ սուր շրջան է ու լինում են դեպքեր, որ հնարավոր չէ վերջույթի փրկելու process-ը, չնայած այն բանին, որ ամեն ինչ արվում է, որ վերջույթը ամպուտացիան է միակ ելքը մնում։ Այո, փորձում ենք մաքսիմալ չգնալ այդ քայլին։ Այո, դա անտեսելու հետևանքներից մեկն է։ Խոսենք այն բուժման մեթոդներից, որ հնարավոր չէ իրականացնել, այ կա այնպիսի անտեսված վիճակ, որ ամպուտացիայից բացի պարզապես մարդը դիմել է բժշկին, բայց աթերոսկլերոզ այնպիսի խորության է հասել, որ այլևս բուժել հնարավոր չէ։ Թե ցանկացած դեպքում կա բուժման։ Բուժել հնարավոր չէ, ցանկալի չի այդ արտահայտությունը, որովհետև միշտ մի բան կա, միշտ փորձում ես գտնես ինչ-որ ելք, հենց ինքը ամպուտացիան էլի մի ելք է, որպեսզի մարդը կյանքը չկորցնի, հա, որովհետև եթե այնտեղ սկսել են լուրջ գանգրենոզ փոփոխություններ վերջույթում, բացի այդ սուր ցավային, դա գնում է օրգանիզմի ինտոքսիկացիա, արդեն օրգանիզմը թունավորում է, երիկամներն են շարքից դուրս գալիս, դրա համար պետք է ստիպված կյանքը փրկելու պատճառով գնալ որևէ ամպուտացիայի։ Դա ելքերից մեկն է։ Իսկ առհասարակ ինչ բուժում է պահանջում կամ վիրահատական ելք է պահանջում աթերոսկլերոզը։ Այստեղ երևի հարցը ոչ թե որ աթերոսկլերոզն է պահանջում, այլ ելնելով տվյալ օրգան համակարգի ախտահարումից։ Տեսեք, եթե ստորին վերջույթներում մենք ունենում ենք արդեն խնդիր, երբ որ տեսնում ենք, որ մոտ 80%-ով ընդունենք, թե մի անոթի մի հատվածը փակված է, մենք կարող ենք երկու ճանապարհ ունենալ այդ պարագայում, եթե դա բերել է արդեն այն վիճակին, որ մենք չենք կարող կոնսերվատիվ բուժել, որը իհարկե անպայման ցանկալի է, որ փորձեն, այս պարագայում կարելի է անել վիրահատություն, բաց եւ փակ վիրահատություններ։ Փակը դա էնդովասկուլարն է, ստենտավորումն է։ Եթե լոկալ հատված է, ընդունենք, թե փոքրիկ հատված է, մենք կարող ենք ստենտով այդ հարցը լուծել։ Դա միայն ստորին վերջույթներին չի վերաբերվում, քնային զարկերակների պարագայում, այդպես կարող ենք անել ստենտավորել, ինչպես նաև կարող ենք որը ավելի հաճախ է կատարվում, քնային զարկերակների բաց վիրահատություն է կատարում։ Այսինքն այդ առաջացած վահանիկը, որը որ առաջացել է, փակել է, բացվում է, հասնում են անոթին, մաքրում են մեջից եղած այդ վահանիկը եւ վերականգնում են հոսքը։ Բժշկուհի, այս շատերին է հետաքրքիր, ենթադրենք ստենտավորելով բացացիք այդ անոթը, որը նեղացած է, խցանված է եւ այլևս, ասես, արյունատար համակարգ այդտեղ խախտված է։ Դա արվում է մեկ անգամ ողջ կյանքի համար, թե դա ոչ, ցավոք, տեսեք, շատ հնարավոր է, որ ստենտավորումից հետո դա իհարկե կախված է հիվանդի հետևողական լինելուց, հա, ինչպես է դեղերը խմում, ինչպես է հաճախում բժշկի եւ առհասարակ թե ինչպիսի կյանք է վարում։ Այո, ինչպիսի, հա, ինչքանով է ինքը լուրջ վերաբերվում այդ ամենից, որովհետեւ հակառակ դեպքում անտիկոագուլյանտների, ասենք, բաց թողելի պարագայում լինում են այդպիսի դեպքեր, ցավոք, այդ ստենտները կարող են ուղղակի խցանվել, հա, եւ բացի դրանից կարող է ստենտը աշխատել կամ նույնիսկ մեր, ասենք, կարած շունտը, հա, որը որ մենք դնում ենք եւ կարում ենք, նույնպես այնտեղ էլ պետք է հակակոագուլյանտներ, հակաագրիկանտներ ստանա հիվանդը, հետեւողական լինի, ծխելը թարգի, հա, այդ դեպքում այնպես է ստացվում, որ ասենք այդ հատվածը դեռ աշխատում է, բայց մի ուրիշ հատվածում նորից խցանվել է, որովհետեւ հիվանդությունը չի կանգնում։ Սրընթաց զարգանում։ Այո, չի կանգնում, կախված դեղերից պետք է
փորձել process-ը կանգնացնել գոնե այնտեղ ինչքան որ մենք արդեն ունենք։ Այո, շնորհակալ եմ բժշկուհի եւ մեր զրույցի ավարտին կցանկանայի կանխարգելիչ քայլեր նշեիք մեր հեռուստադիտողի համար եւ առհասարակ ինչ խորհուրդ կտայիք նրանց աթերոսկլերոզից խուսափելու համար կամ եթե արդեն ձեռք են բերել Այստեղ երկու բան կուզենայի ասել, տեսեք, որպես օրենք ասացի ձեզ, աթերոսկլերոզը դա NPC հիվանդություն է, որը որպես օրենք գենետիկ է, հա, ընտանիքներով լինում է, որ միշտ գիտեն, որ ընտանիքում կա այդ խնդիրը։ Այսինքն դա արդեն մի ճանապարհ է, որ դու կարող ես հետևել, հասկանալ եւ լինել արդեն հետեւողական մինչեւ ինչ որ կլինիկորեն արտահայտվելը, հա։ Այդ մեկ, երկրորդը մենք ծխելը արդեն քննարկեցինք, երրորդը դինամիկ կյանքը, ուտելիքը, սնունդը շատ էական է, հա։ Եվ հիմնականում այսքանը բավական է։ Ու բժիշկների հետ բարի դրացիական կապեր վստահելի հարաբերություններ ունենալ։ Պետք է չվախենալ այցելելուց։ Այո, պրոֆիլակտիկ այցելելուց բժիշկներին։ Այո, շնորհակալ եմ, կարծում եմ շատերը կարևոր խորհուրդներ լսեցին ձեզանից, այնինչ հետաքրքրում էր մարդկանց։ Խնդրեմ առողջ եղեք։ Շնորհակալ եմ նաև բոլոր մեր հեռուստադիտողներին ուշադրության համար, հարգելիներս, իհարկե աթերոսկլերոզը արդեն չարիք է դարձել այնքան տարածված խնդիր է, այնպես որ բժշկուհի Տաթև Խաչատրյանը ձեզ հորդորեց, թե ինչ կանխարգելիչ եւ ընդհանրապես բուժման ընթացքում կարևոր հետեւողական քայլեր պետք է անել այս հիվանդությունը հաղթահարելու կամ ինչի ոչ կանխարգելելու համար։ Ես զրուցում էի Best Life բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ, ինչպես նաև Առողջապահության ազգային ինստիտուտի սիրտանոթային ամբիոնի դոցենտ Տաթև Խաչատրյանի հետ։ Ինչ ջրել, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի բոլոր հեռուստադիտողներին, մարզասերներին։ Ես գտնվում եմ Hill սպորտային համալիրում եւ ինչպես միշտ ձեզ ցույց ենք տալուց վարժությունների սխալ կատարման եւ ճիշտ կատարման ձև, ինչպես նաեւ մարզասարքերից գրագետ օգտվելու ձևը։ Իմ կողքին Հայկն է, այստեղի մարզիչներից, ողջույն Հայկ։ Բարդես։ Հայկ, այս մարզասարքի մոտ են գտնվում, որը հիմնականում մարզում է մեջքի մկանները եւ նկատել եմ այն բոլորը շատ ակտիվորեն կատարում են։ Հետաքրքիր է, այն սխալ կատարելու դեպքում այն ինչ վնաս կարող է հասցնել օրգանիզմին, նախ դա նշեք եւ երկրորդը այն որ հատվածն է մեջքի հատկապես մարզում։ Վարությունը նախատեսված է ճիշտ ասեցիք, մեջքի մկանների համար է նախատեսված։ Մեջքի երկայնակի մկաններն եք մարզում։ Ահա։ Սխալ կատարման դեպքում մենք կարող ենք վնասել ուսահոդերը։ Ահա։ Շատ ծանր քաշեր ցուցված են այս դեպքում։ Երբ որ տեխնիկա պետք է կատարվի ճիշտ, օրինակ մեր հաճախորդին շատ ճիշտ է կատարում վարությունը։ Նա վաղուց է մարզվում ձեզ մոտ, այո։ Մի քանի տարի։ Եվ այսինքն գրագետ ինքը նա ունի արդեն։ Միջինում քանի հատ եք խորհուրդ տալիս այս վարժությունը կատարել։ 12-ից 15 հատ ենք կատարում։ Եվ արտաշնչելը պետք է լինի Երբ որ քաշում են դեպի ներքև, այդ ժամանակ վերանով արտաշնչ, այո։ Իսկ այս վարժությունը դուք ցուցում եք կատարել ամեն օր, եթե մարդը մարզվում է ամեն օր, թե գոնե այս վարժությունը կատարում ենք մեջքի մարզման օրը։ Երբ որ այդ օրը մենք մոտ մեջքի հատուկ օրեր ունեք այդ օրերին։ Դասակարգում ենք մկանները։ Թե չէ կարող է ծանրաբեռնել մեջքը, եթե ավելի հաճախ մեջքի մկանները, երբ որ մենք մարզում ենք, պետք է թողնենք, որպեսզի այն վերականգնվի։ Հագիստ ենք տալիս, որ վերականգնվի մկանները։ Շատ լավ։ Փորձեմ ես էլ կատարել։ Ուղղորդեք, արդյոք ես ճիշտ եմ կատարել։ Անիլու բերից հետո տեսնենք ինձ մոտ ինչպես է ստացվում։ Չէ, մի քիչ ավելի ձեռքերը ավելի լայն։ Լայն, այո։ Ահա։ Թիկունքը պահում ենք ավելի բարձր, դանդաղ, մի քիչ գլուխը բարձր։ Թիակները առաջինային թիակները կծկում ենք հետ, պետք չի շատ իջեցնել։ Թիակները կծկում ենք, դանդաղ բարձրանում է վերև։ Իջեցնելուց արտաշնչում ենք եւ դանդաղ բարձրացնում ենք դեպի վերև։ Վերև բարձրացնելը մի քիչ ավելի դանդաղ։ Այո։ Արտաշունչ դանդաղ բարձրանում է վերև։ Շատ լավ։ Այնպես որ հարգելի հեռուստադիտող ես էլ փորձեցի ճիշտ կատարել եւ ստացվեց ինձ մոտ։ Ես սիրում եմ ավելի ծանր քաշերով այս վարժությունը կատարել, դա ճիշտ է կանանց դեպքում։ Այո, բնականաբար։ Այո։ Էլ ինչ մարզումներ առանց ջուր խմելու։ Այնպես որ ֆիտ ջրեր, ճիշտ ջուր խմելու ժամանակն է։ Մարզվելիս պարտադիր մի քանի կում պետք է ընդհատ խմել մարզման ընթացքում, որպեսզի օրգանիզմը չհասցնի ծարավել,
չորանալ եւ սպառել իր ջրային բոլոր ռեսուրսները։